Գետերն ու անտառները պլաստիկե տարաներից, հին անվադողերից ու այլ աղբից մաքրող, ավելի ճիշտ թափոնների առաջացում այլևս թույլ չտվող օրենք կունենանք շուտով։ Վերջապես մշակվել եւ իրավական ակտերի իդրավ թարթակում հանրային քննարկման է դրվել արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին օրինագիծը։ Այն ներդնել Հայաստանը ստանձնել է Եվրամիության հետ կնքած ՍԵՊԱ պայմանագրով։ Համաձայն փաստաթղթի երկրում պարտադիր վերամշակման կգնան սկզբի համար մի քանի ապրանքների սպառման մնացորդները, ներկայացնում են շրջակա միջավայրի նախարարությունից։ Որ ապրանքների վրա է տարածվելու մեր օրենքը, շարժիչային յուղեր, անվադողեր, էլեկտրական սարքավորումներ, ոչ ալկոհոլային խմիչքները, ալկոհոլային խմիչքները եւ մարտկոցները։ Օրենքն ինչ է պահանջելու տվյալ ապրանքը ներմուծող, արտադրող, վաճառողներից, ինչպես կարող է կազմակերպվել գործընթացը, ով է վերահսկելու։ Այս հարցերի շուրջ է հերթական քննարկումը։ Փորձագիտական խումբն արդեն նաև որոշակի թափոնների ուտիլիզացման նախնական ծախս է հաշվել։ Ջրի շշի, օրինակ, պլաստիկ պետ փաթեթավորումը, որպեսզի գնա վերամշակման, այլ չգնա աղբավայր, կպահանջվի մոտավորապես 1-ից 2 կամ 3 դրամ ընդամենը։ Ալպետյանն ասում է, հատկապես ամռան այս օրերին ջրի շիշը կամ զովացուցիչ ըմպելիքի բաժակը ձեռքին շրջող մարդկանց մեծ մասը չի էլ պատկերացնում, թե էկոլոգիական ինչ բեռ է դնում բնության վրա։ Տարեկան Հայաստանում գոյանում լավագույն դեպքում աղբավայր, վատագույն տարբերակով սառձորերն է լցվում 12,000 տոննա պլաստիկի թափոն։ Որպեսզի պատկերացնեն մարդիկ, 12,000 տոննա պլաստիկը նշանակում է մոտավորապես կես միլիարդ պլաստիկ շիշ, որի 3%-ն էլ չի վերամշակվում այսօր, եւ արտադրողին ընդլայնված պատասխանատվությունը այն քաղաքական եւ տնտեսական գործիքն է, որը ֆինանսական միջոցներ կստեղծի հենց այդ արժեշղթան աշխատացնելու համար։ Շղթան գործելու է, աղտոտողը վճարում է սկզբունքով, արտադրողը կամ ներմուծողը վճարելու է ապրանքի օգտագործումից հետո մնացող թափոնը հավաքելու, վերամշակելու համար։ Պահանջը կտարածվի սկզբի համար միայն խոշոր պետության սահմանած շեմից շատ ապրանքի շրջանառություն կամ շուկայում 90%-ից ավելի մասնաբաժին ունեցող բիզնեսների վրա։ Գինու դեպքում ընտրած մեխանիզմն է բացատրում Լուսինե Ավետիսյանը։ Վերցնագինիներ արտադրողների թիվը 142-ն է, դուք տեսնում եք։ 20,000 լիտրից ավել արտադրողները, դրանք 37-ն են, տեսնում եք քանակական առումով դրանք քիչ են ավելի, բայց իրենց կողմից գոյացրած թափոնների մասով իրենք 92%-ն են կազմում։ Այս մոտեցմամբ առաջին փուլում ԱԱՊ պահանջը կտարածվի օրենքի տակ ընկնող ընդհանուր 2000 տնտեսվարողից ընդամենը 300-ի վրա։ Երկրում գոյացող տարեկան 90,000 տոննա սպառման թափոնից կվերամշակվի 40,000-ը։ Կստեղծվի մոտ 400 այսպես կոչված կանաչ աշխատատեղ, թվարկում է օրենքը մշակած աշխատանքային խմբի տնտեսական գնահատականների պատասխանատուն։ Մեր հաշվարկները ցույց են տալի, որ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման համար անհրաժեշտ կլինի 3,2-ից 4,2 միլիարդ դրամ եւ ընդհանուր ազդեցությունը սպառողական գների ինդեքսի վրա կլինի մինչեւ 0,1%-ային կետի սահմաններում։ Ապրանքային թափոնի վերամշակման համար օրենքը բիզնեսներին թույլատրել է միավորվել, հիմնել իրենց աղբի ուտիլիզացիան գլուխ բերող ոլորտային ԱՊԿ արտադրողի պատասխանատվության կազմակերպություն։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան լուրեր։